Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 14-ն է, սա թվում էր այսօրվա մեջ առաջին հաղորդումն է, կարևոր հարցեր ունենք քննարկելու, որոնք որ վերաբերվելու են Իրանին, Եմենին, Սաուդյան Արաբիային, Լիբանանին, Ուկրաինային։ Ահա այս հարցերն ենք մենք քննարկելու, ինչու Եմեն եւ Սաուդյան Արաբիա, որովհետև նոր պատերազմ է հիմա սկսվել Մերձավոր Արևելքում, եթե իրանական պատերազմն սրան գումարենք, այն էլ շատ հիմա ակտիվ իրավիճակում է, քանի որ ունենք տեղեկություն, որ Թրամփը դիմել է արդեն օրենսդիրներին Միացյալ Նահանգների, տեղեկացնելով, որ ինքը նոր ռազմական գործողություններ է սկսում Իրանի դեմ, մի խոսքով շատ հետաքրքիր իրավիճակ է հիմա ստեղծվել Մերձավոր Արևելքում եւ ոչ միայն, քանի որ Պակիստանը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել։ Լիբանանում նույնպես, այնտեղ այսօր պայթուն է տեղի ունեցել, դրանից բացի բանակցություններ Իսրայելի հետ։ Ուկրաինայի շուրջ էլ կան հետաքրքիր զարգացումներ, հիմա Զելենսկին հանդիպումներ է ունենում Եվրոպայում, հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետին, Ֆրանսիայի նախագահին, ինչպես նաև Գերմանիայի կանցլերին, այդտեղից էլ կան հետաքրքիր հայտարարություններ Ուկրաինայի Ռադան կառավարությանը արձակել է, հիմա փաստացի այս պահին Ուկրաինան չունի կառավարություն, ներքին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Ուկրաինայում, մի խոսքով այնքան հարց կա կարևոր քննարկելու, որ փորձենք այդ ամենը միասին քննարկել։ Ադրբեջանի մասով եւս կա քննարկելու հարց, Դիմիտրի Պեսկով Ադրբեջանի մասով հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ որ երեք մեդիա ֆորումի ժամանակ Շուշիում Ալիևը հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի հասցեին Ուկրաինայի մասով։ Ալիևը հրճվում է ուկրաինացի լրագրողների, բլոգերների մոտ եւ այդպիսի հայտարարություններ անում, եւ մենք տեսանք նաեւ Դիմիտրի Պեսկովի արձագանքը, կարծում եմ կարևոր են այս բոլոր հարցերը քննարկման։ Մինչև դա կոչ անեմ ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին լայքել, բաժանորդագրվել, մեկնաբանել իմիջայլոց ես այսօր փորձում էի հասկանալ, թե մեր ալիքը ինչպես է զարգանում արհեստական բանականության ամենաժամանակակից եւ հզոր մոդելի միջոցով, փորձեցինք հետազոտել եւ հասկանալ, թե ինչպես է զարգանում մեր ալիքը, շատ լավ, հրաշալի ցուցանիշներ են բոլոր ասպարեզներում, մեկ ամսվա կտրվածքով 1 միլիոնից ավել դիտումներ ունենք, 46000 բաժանորդագրված օգտատերերի համար դա բավականին մեծ թիվ է, լայքերը նույնպես ֆենոմենալ են, արհեստական բանականությունը ասում է, որ ձեր աջակցությունը աննախադեպ մեծ է, ինչի համար շատ շնորհակալ եմ, մարդիկ նաև շատ երկար են դիտում մեր յուրաքանչյուր հաղորդում, դա եւս շատ հրաշալի բարձր ցուցանիշ է շատ YouTube-յան ալիքների համեմատ, բավականին լուրջ են վերաբերվում մեր ալիքին, ինչի համար միանշանակ շնորհակալ եմ։ Բայց ես խնդրեցի նաև խոսել թերություններից եւ ամենամեծ թերությունը այն է, որ բաժանորդագրվողների քանակը ցավոք սրտի չի համապատասխանում դիտումների քանակին, թե ժամերի առումով դիտումների քանակին եւ թե օրվա կատարվածքով քանի հազար է մեծ դիտում եւ մեկ ամսվա մեջ մոտ 1000 հոգի են, նույնիսկ քիչ մարդ է բաժանորդագրվում մեր ալիքին։ Ահա այստեղ մենք ձեզ հետ միասին մեծ բան ունենք փոխելու, քանի որ արհեստական բանականությունը ասում է, որ շատերը դիտում են ալիքը առանց բաժանորդագրված լինելու։ Դրա համար սիրելի հայրենակիցներ միանշանակ կոչ եմ անում բաժանորդագրվել մեր ալիքին։ Դա չափազանց կարևոր է, որպեսզի դուք կարողանաք ստանալ թարմ, անկողմնակալ տեղեկատվություն եւ վերլուծություններ։ Սկսում ենք։ Ուրեմն սկսենք Դիմիտրի Պեսկովի հայտարարությունից, ավելի ճիշտ Ալիևի հայտարարությունից արիք սկսենք։ Երեք ինքը կոչ էր արել ուկրաինացիներին երբեք չհանձնվել բռնագրավման հետ։ Երբեք չհանձնվեք ձեր տարածքների բռնագրավման հետ։ Դա հստակ ուղերձեր նաև ինչ-որ միտեղ Ռուսաստանին, չէ՞։ Ասում է ռուսական օկուպացիային հանկարծ չհամաձայնվեք։ Միշտ պայքարեք դրա դեմ։ Դա էր Ալիևի կոչը եւ այսօր մենք տեսանք արդեն Դիմիտրի Պեսկովի արձագանքը։ Նա ասում է, որ Ուկրաինայի թեման ամենամեծ տարաձայնությունն է, որ իրենք ունեն Ադրբեջանի հետ։
բայց դա առիթ չէ փչացնել հարաբերությունները Բաքվի հետ։ Տեսնում եք, չէ՞ ինչ ասում, պատկերացնում եք։ Նույն ժամանակ նա ասում է, որ իրենք փորձում են անընդհատ իրենց դիրքորոշումը հասցնել Ադրբեջանին, համոզելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը սխալական է։ Հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ի չի խոսել Պեսկովը, որ ՆԱՏՕ-ի հետ այդքան խորացնում է հարաբերությունները Ադրբեջանը եւ Ռուսաստանից ոչ մի խոսք չկա եւ Ուկրաինայի մասով հայտարարություններից բացի միասին զենք են արտադրում։ Չեմ ասում վատ է անում Ադրբեջանը։ Խնդիրը այն է, որ Հայաստանը եթե մի փոքրիկ աննշան քայլ է անում տարբեր երկրների ուղղությամբ, դա միանգամից նկատում են Ռուսաստանում եւ վայնասուն է բարձրանում բոլոր մակարդակներով, իսկ Ադրբեջանի այդ հայտարարությունները, որոնք որ կոնկրետ այսօրվա Ռուսաստանի կամ Պուտինի շահերին հակադիր են, հաստատի աջակցում են Ուկրաինային ամեն ձևով ինչպես որ կարող են, հայտարարությունների քաղաքական մակարդակով, ռազմական իմաստով, հումանիտար իմաստով, ահա դա երբեք չեն նկատում Ռուսաստանում։ Իրենք որ սիրում են ասել դվայնի ստանդարտի, ահա այստեղ իրենց դվայնոյի ստանդարտներն են։ Այս մասին կարևոր համարեցի անպայման, որպեսզի մենք խոսենք։ Մնացած հարցերը վերաբերվում են Մերձավոր Արևելքին եւ Ուկրաինային։ Ուրեմն, եթե հիշում եք, երեք ես տեղեկացրի ձեզ, իմիջիայլոց քիչ դիտումներ կային, տարօրինակ է, մոտ 10,000 մարդ է դիտել մեր վերջին երեկվա հաղորդումը, այդ հաղորդման մեջ ես պատմեցի, որ Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենին, Եմենի օդանավակայան Սանային, այսինքն Եմենի հութիներին հարված է հասցրել Սաուդյան Արաբիան։ Իրենց մեջ թշնամությունը բավականին երկար տարիների պատմություն ունի եւ ահա նոր պատերազմ է բռնկում Սաուդյան Արաբիայի եւ Եմենի միջև։ Եվ այսօր արդեն պատասխան հարվածներ է հասցրել Եմենը եւ Սաուդյան Արաբիայում բազմաթիվ կադրեր կան, թե ինչպես են մեքենաներ այրվում, տարբեր օբյեկտներ, տասնյակ հերթիների արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։ Շատ կոշտ դատապարտման խոսք է հնչել Պակիստանից։ Պակիստանը աջակցել է Սաուդյան Արաբիային շատ լուրջ ձևով, հայտարարության դերևս մակարդակով աջակցել է եւ դատապարտել է հութիների հարձակումը Սաուդյան Արաբիայի վրա։ Ինչով է սա հետաքրքիր, որովհետեւ մենք տեսնում ենք նաեւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը եւ մենք բոլորս նաեւ հասկանում ենք այն, որ հութիները իրանական պրոքսի ուժեր են։ Իրանի կարելի ասել շունիկներն են, անկեղծ լինենք, եւ Պակիստանը ինքը իրեն որ համարում է միջնորդ երկիր Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, ահա այս պատերազմում հստակ կողմ է ցուցաբերում եւ բնականաբար աջակցում է Սաուդյան Արաբիային։ Այսինքն հետաքրքիր իրավիճակ է, հետաքրքիր իրադարձություններ կարող է ծավալվեն Մերձավոր Արևելքում։ Բայց մինչև դա կարևոր է նշել, որ երեք Թրամփը կոնգրեսին տեղեկացրել այն մասին, որ ինքը վերսկսում է պատերազմը Իրանի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է New York Times-ը, դա հետաքրքիր է։ Փաստացի պատերազմը վերսկսվում է Իրանի հետ։ Արաքչին արձագանքել է Թրամփի այն հայտարարությանը, որ Թրամփը պատրաստում է 20% մաքսատուրքեր վերցնել այն մեծ տանկերներից, որոնք որ նավթ են տեղափոխում Հորմուզի նեղուցով, որպես պաշտպանություն։ Եվ Իրանի արտգործնախարարը ասում է, որ հա Թրամփը ճիշտ է ասում, պետք է վերցվի մաքսատուրք, բայց իրենք արդարացի կլինեն, որպես Հորմուզի նեղուցի ազատ անկախ կամ անվտանգ երթևեկության պաշտպաններ, որ այդքան պետք չի վերցնել։ Այսինքն ասում է, որ մենք կվերցնենք այդ գումարը, բայց ոչ 20%, ինչպես որ վերցնելու է Միացյալ Նահանգները։ Հակական խաղեր են սրանք իհարկե, եւ այս հայտարարությունը նրա համար է անում Աբբաս Արաքչին, որ ահա տեսեք մենք էլ փող ենք ուզում չէ վերցնել, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ է ուզում վերցնել, այնպես չէ որ մենք ուզում ենք վերցնել, իսկ Միացյալ Նահանգները ոչ, չնայած որ Մարկո Ռուբիոն ընդամենը 1 ամիս առաջ հայտարարում էր, որ նեղուցները պետք է անվճար լինեն եւ ոչ ոք իրավունք չունի փող վերցնել։
Հիմա փոխում է Միացյալ Նահանգները դիրքորոշումը կամ Միացյալ Նահանգները չէ, Դոնալդ Թրամփը փոխում է, դե Դոնալդ Թրամփի հետ մեկտեղ նաև Միացյալ Նահանգները ստիպված են ենթարկվել այդ որոշումներին։ Կարևոր է նշել, որ գիշերը շատ լուրջ հարվածներ են հասցվել թե Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաներին, թե Միացյալ Նահանգների կողմից Իրանին։ Օրինակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որ իրենք հարվածել են Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ռադարներին եւ ոչնչացրել են ռադարներ։ Իրենք նաև խոսում էին այն մասին, որ հարվածի հետևանքով ամերիկյան զինվորականներ են զոհվել, բայց Միացյալ Նահանգները ոչ երեկվա, ոչ այսօրվա իրանական կողմի հաղորդագրությունները չի հաստատում։ Բայց մեկ բան փաստ է, որ Իրանը հրթիռներ է արձակում տանկերների ուղղությամբ։ Եվ Իրանը հայտարարում է, որ երկու մեծ սուպեր տանկեր է խոցել իր հարվածներով, իր հրթիռների միջոցով։ Միացյալ Նահանգները այսօր գիշերը կրկին հարված են հասցրել Կեշմ կղզում։ Երեք ծովային դրոններ էին նոր տեսակի օգտագործել, բավականին լուրջ պայթյուններ էին։ Այդ դրոների պատճառով ոչ միայն նավերի արագանաց, այլ նաև նավահանգիստներ էին պայթեցրել Միացյալ Նահանգները։ Այսօր տեղեկություն կա, ինչպես արդեն նշեցիք, Կեշմ կղզու վրա բազմաթիվ հարվածների եւ ոչ միայն Կեշմ կղզու, այլ բազմաթիվ քաղաքներում տարբեր օբյեկտների հարվածել Միացյալ Նահանգները, տպավորություն է ստեղծվում, որ այս ժամանակահատվածում շատ լուրջ հետախուզություն է իրականացրել Միացյալ Նահանգները եւ հիմա արդեն ոչնչացնում է այն, ինչ կարողացել է օդից ֆիքսել։ Այն բոլոր հրթիռային արձակման կայանները, որոնք որ կարողացել է գտնել եւ ֆիքսել։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը դրանք հիվանդ մարդիկ են, հոգեպես հիվանդ մարդիկ են, նրանց հետ պայմանավորվել անհնար է, յուրաքանչյուր պայմանավորվածություն անիմաստ է, շատ երկար չեն տևում այդ պայմանավորվածությունները ու եթե նրանք ունենային ատոմային զենք, մեկ օրվա ընթացքում նրանք դա կկիրառեին։ Հենց բացի Reuters-ը տեղեկացնում է, որ Լիբանանը եւ Իսրայելը սկսեցին հերթական բանակցությունները Հռոմում, նախ իրենք պայմանավորվել էին հունիսի 26-ին, հիմա շարունակում են բանակցել։ Բավականին կարևոր տեղեկություն է, քանի որ Իսրայելը, ինչպես տեսնում ենք, չի ցանկանում դադարեցնել պատերազմը, այսօր էլ պայթյուններ են եղել Լիբանանում, մինչև այս պահը տեղեկություն չկար, թե ինչ պայթյուններ են, բավականին հզոր պայթյուններ են գրանցվել, հավանաբար Իսրայելն է, էլի։ Կարող է մի փոքր ուշ արդեն ունենանք տեղեկություններ։ Մի խոսքով Լիբանանի շուրջ եւս իրավիճակը անհանգիստ, այսինքն ամբողջ Մերձավոր Արևելքը անհանգիստ է։ Ուկրաինայի մասով կարևոր է նշել, որ Զելենսկին շատ հետաքրքիր հանդիպումներ է ունենում եվրոպական առաջնորդների հետ։ Իր խոսքերով Ուկրաինան կշարունակի իր հրահար հարվածներով ստիպել պարտադրել Ռուսաստանին նստել բանակցությունների, քիչ առաջ ստացանք Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը, որ ժամանակն է արդեն պայմանավորվելու, հասավ ժամանակը ավարտին հասնել այս պատերազմը, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան այս պահին միասին են Ուկրաինայի հետ են, դրանից բացի իր խոսքով, ինչ վերաբերվում է Ուկրաինայի անվտանգությանը, դա չպետք է որոշի Ռուսաստանը, իրենք են որոշելու, թե ինչպես են ապահովելու Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգությունը, իրավիճակը լուրջ ձևով փոխվել է։ Մենք տեսանք նաև բանակցություններ ֆրանսիական ինքնաթիռների շուրջ, մի քանի տարուց, ավելի ճիշտ 29 թվականին Ուկրաինան կստանա արդեն նաև ֆրանսիական ինքնաթիռներ, մի խոսքով շատ հետաքրքիր լավ պայմանավորվածություններ կան, բայց կարծում եմ հաղորդման ընթացքում հաջորդ արդեն ավելի մանրամասն տեղեկություններ կունենանք այդ հանդիպումների։ Ուկրաինական հրթիռները այսօր հարված են հասցրել Բաշկիրտոստանում գազանավթավերամշակման գործարանին, որը որ արտադրում է նաև տարբեր տեսակի քիմիկատներ։ Ուկրաինայի հետ կապված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լինսի Գրեմը սենատոր, որը որ 2 օր առաջ մահացավ, այդ արդեն հանգուցյալ սենատորը, ինչպես հիշում եք, լուրջ պատժամիջոցներ էր մշակում Ռուսաստանի դեմ եւ Թրամփը ասում է, որ ինքը կողմ է, որպիսի
Սենատը ընդունի այդ պատժամիջոցները։ Եվ այդ պատժամիջոցների օգտին պետք է քվեարկեն ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները։ Պատժամիջոցների հիմնական իմաստը կայանում է նրանում, որ այն երկրները, որոնք որ նավթ գնեն Ռուսաստանից 500% սանոց մաքսատուրքերի կբախվեն։ Կարծում եմ, որ դա ինչ որ միտեղ վերաբերվում է նաև Հայաստանին։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Սումային, Խարկովի մոտ է նույնպես տագնապ հնչել, այսինքն տագնապներ են հնչել Կիևում, Օդեսայում, Սումիներում։ Ունենք հայտարարություններ Ռուսաստանի արտգործ նախարարի կողմից, որը որ վերաբերվում է Ուկրաինային, եւ նա ասում է Սերգեյ Լավրովը, որ Ուկրաինան պետք է ավելի կոշտ դիրքորոշում ունենա Ուկրաինայի մասով, քանի որ ուկրաինական դրոնները նաև հարձակվել են Սև ծովում թուրքական նավի վրա, տուրիստական նավի վրա, եւ Ռուսաստանը սպասում է շատ ավելի կոշտ դիրքորոշման Թուրքիայի կողմից։ Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը արվում է այն հայտարարությունից հետո, երբ որ Հական Ֆիդանը որ միտեղ նաև մեղադրել էր Ուկրաինային, որ Ուկրաինան չի ցանկանում անկորիջի բանակցությունների մաս դառնալ եւ այդ պայմանավորվածություններով շարժվել։ Ես երեք էլ ասացի, որ դա շատ թուրքական ոճի հայտարարություն էր։ Տարօրինակ հայտարարություններ։ Մեկ աջակցում են Ուկրաինային, մեկ այդպիսի հայտարարություններ են անում եւ ահա Լավրովը ողջևորվել է, ասում է դուք շատ ավելին պետք է անեք, ավելի կոշտ դիրքորոշում պետք է ունենաք Ուկրաինայի մասով։ Թուրքիային է ասում։ Նա նաև ասում է, որ այնինչ անում է Ուկրաինան Ազովում եւ Սև ծովում, դա նույնիսկ պիրատները չեն անում, քանի որ ծովահենները ոչ թե ոչնչացնում են նավերը, այլ ուղղակի թալանում են նավերը եւ իրենց ունեցվածքը վերցնում են իրենց, իսկ Լավրովի խոսքերով այնինչ անում է Ուկրաինան, ուղղակի ոչնչացնում է, այսինքն ավելի վատ է, քան ծովահենները ոչնչացնում է ռուսական նավերը, այսինքն այդքան շատ է ցավում Ռուսաստանին, այնինչ անում է Ուկրաինան։ Ես ինչի եմ սա մեջբերում, քանի որ Ռուսաստանը փաստացի խոստովանում է, որ ունի շատ լուրջ խնդիրներ Սև ծովում, Ազովի ծովում։ Եվ Ուկրաինայից նաև վերջի լուրը, քիչ առաջ տեղեկացանք, որ Ռադան, ուկրաինական Ռադան ցրել է Ուկրաինայի կառավարությունը։ Դա շատ հետաքրքիր տեղեկություն է, ճիշտ ասած մի քանի օր է խոսվում էր, որ նման քայլի կարող է դիմել Ռադան եւ ահա նոր տեղեկացանք, որ Ռադան ցրել է Ուկրաինայի կառավարությունը։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, աջակցություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։